Մեդիոլանում։ Հենց այս անվանումը ստացավ կելտական ցեղերից ինսուբրների կողմից հիմնված փոքրիկ գյուղը։ Մեդիոլանումը Ալպերից հարավ տարածվող Պադանի հարթավայրի հենց մեջտեղում էր, Պո գետի արևանությամբ։ Դժվար էր պատկերացնել, որ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում հիմնադրված փոքրիկ բնակավայրը կդառնա Եվրոպայի ամենապայծառ քաղաքներից։ Երբ ռոմեական լեգիոններն ասան այնտեղ, Մեդիոլանումը կերպարանափոխվեց։ Քաղաքը դարձավ թիկնեղ, փողոցները լցվեցին առևտրականներով, կառուցվեցին թատրոններ, որտեղից էլ հնչում էր արվեստի ձայնը։ Մեդիոլանումն այնքան կարևոր դարձավ ռոմեական կայսրության համար, որ Դիոկլետիանոս կայսրն այն դարձրեց արևմտյան ռոմեական կայսրության մայրաքաղաք։ Ժամանակի հետ կելտերը միաձուլվեցին ռոմեացիներին։ Ինսուբրների սովորույթներն ու ավանդույթները միանգամից չվերացան, բայց կամաց նմանվեցին ռոմեականին։ Մեծ կայսրությունը չփոխեց նաև Մեդիոլանում անվանումը, բայց այն քայլեց ժամանակի հետ ու դարձավ ավելի կարճ եւ հեշտ արտասանվող։ Մեդիոլանum, Մեդիոլան, Միլան։ Սա բնական գործընթաց էր, քանի որ քաղաքն ուներ բազմալեզու միջավայր։ Մեդիոլանը շնչում էր ռոմեական կայսրության ճոխությամբ, իսկ քաղաքի սրտում, որտեղ հավաքվում էին հազարավոր մարդիկ, կանգնած էր հսկայական ամֆիթատրոն։ Այնտեղից լսվում էին թրերի ձայներն ու գազանների ոռնոցները, իսկ մարդկանց գոչյունները բարձրանում էին երկինք։ Այնտեղ կյանքն ու մահը դառնում էին մեկ խաղ, գլադիատորական պայքար։ Քաղաքի մեկ այլ անկյունում սլանում էին կառքերը։ Ձիերի ոտքերի թնդյունը հիշեցնում էր երկրաշարժ։ Ընդամենը մեկ սխալ ու կառքի անիվը կկոտրվեր, մի կողմում նետելով մրցավազքի մասնակցին։ Բայց Մեդիոլանի սպորտային աշխարհը միայն արյան ու փոշու թատրոն չէր։ Ռոմեական բաղնիքներում, թերմերում թաքնված էին խաղաղ մարզաձևերը, բայց դրանք մեծ հեղինակություն չէին վայելում։ 313 թվականին Մեդիոլանում հնչեց մի իրովարտակ, որը փոխեց ճակատագրեր։ Կոնստանտին մեծն ազատություն տվեց քրիստոնեությանը։ Արյունալի խաղերը կամաց կորցրին իրենց փայլը։ Գլադիատորների վայրագություններն այլևս չէին համընկնում նոր հավատքի լույսի հետ։ Այն, ինչից քաղաքը զվարճանում էր, մնաց անցյալում։ Բայց, ինչպես ամեն ինչ, այնպես էլ խաղաղությունը, հարատև չէ։ Ռոմի անկումից հետո Միլանի պատերը տեսան բարձրաբերձ ալիքներ։ Գոթերը, լոմբարդներն ու նորմանները ցանկանում էին տիրել մեծ հարստությանը։ Ամեն անգամ քաղաքն ընկնում էր, սակայն բարձրանում էր ավելի ուժեղ, քան առաջ։ Միջին դարերում Միլանը դարձավ հարուստ կոմունա։ Քաղաքի պալատներում իշխում էին վիսկոնտիներն ու սֆորցաները։ Բարձրաճաշակ պալատականների հրամանով Միլանի բոլոր տաճարները զարդարվում էին ամենագեղեցիկ արվեստով։ Միջին արդավայրի քաղաքը զարգանում էր, բայց Ֆլորենցիայից ժամանած մի երիտասարդ նոր գույն ու փայլ տվեց Միլանին։ Լեոնարդոյի գրած նամակը Լյուդվիկո Սֆորցային ոչ միայն փոխեց իր ճակատագիրը, այլև Միլանին։ Լյուդվիկոն իր առջև տեսավ արվեստագետ Մոգի, որը կարող էր նրա քաղաքը դարձնել ամենահզորը։ Լեոնարդո դա Վինչին Ֆլորենցիայից տեղափոխվեց Միլան, որտեղ ապրեց 20 տարի ու ստեղծագործեց իր ամենահայտնի կտավներից վերջին ընթրիքը։ Միլանի փողոցներում նա քայլում էր մաշված հագուստով, բայց մտքում հորինում էր գլուխգործոցներ։ Դա Վինչին Միլանից հեռացավ, երբ Ֆրանսիայի բանակը ներխուժեց քաղաք ու սֆորցաների իշխանությունն անկում ապրեց։ Լեոնարդոն գնաց, բայց նրա արվեստը մնաց Միլանում։ Ժամանակները փոխվեցին։ Միլանը դարձավ գործարանների, երկաթուղիների ու նորարարության քաղաք։ Երկրորդ համաշխարհային պատերազմը ծանր հարված հասցրեց քաղաքին։ Ռմբակոծությունները քանդեցին նրա պատմական սրտի մի մասը, բայց Միլանը չմահացավ։ Պատերազմից հետո այն վերածնվեց։ Եվ մի օր այն նույն փողոցները, որտեղ երեխաները խաղում էին փոշոտ գնդակով, լուսավորվեցին, դառնալով հույսի ու ապագայի փողոցներ։ Այսօր Միլանն անցյալի ու ներկայի քաղաք է։ Այնտեղ վեր է խոյանում Դուոմոն։ Մարմարե տաճարի սուրբ գագաթները կարծես փորձում են դիպչել երկնքին։ Նրա հոգում դեռ լսվում են Լա Սկալայի օպերաները։ Իսկ երբ Միլանոյի գիշերային լույսերի տակ փայլում է Սան Սիրոն ու հազարավոր մարդիկ երգում են Ռոսսոներիի կամ Ներաձուրիի մասին, քաղաքը վերածվում է ժամանակակից Կոլիզեումի։ 1899 թվական, Միլան։ Քաղաքն արդեն դառնում էր արդյունաբերական Եվրոպայի բաբախող սիրտը, բայց միևնույն ժամանակ պահպանում էր իր իտալական ջերմությունը։ Հին բազիլիկների զանգերը դեռ հիշեցնում էին ռոմեական ու միջնադարյան անցյալը։ Նավիլյոյի ջրանցքներով նավակներ էին անցնում, բերելով գինի ու հաց։ Ճանապարհին լսվում էին մեքենաների գոլորշու սուլիչի ձայները, իսկ նեղլիկ փողոցների սրճարանները լի էին արվեստասերներով ու քաղաքականությամբ հետաքրքրվողներով։ Մի կողմում իտալական ավանդական կոլորիտ, մյուս կողմում էլ եվրոպական նոր հոսանքներ։ Քաղաքում հաստատվում էին անգլիացի գործարարներ ու ինժեներներ, որոնք բերում էին իրենց մշակույթն ու նորաձևությունները։ Միլանի մի անկյունում փոքրիկ Պանդոկի բուխարիի մոտ հավաքվել էին անգլիացիներ Ալֆրեդ Էդվարդսը, Հերբերտ Կիլպինն ու մի խումբ միլանցիներ։ Նրանք զրուցում էին ոչ թե քաղաքականության կամ բիզնեսի, այլ ֆուտբոլի, Իտալիայի նոր կրքի մասին։
Մենք պետք է ստեղծենք ֆուտբոլային ակումբ, որի գույները կլինեն կարմիր, ինչպես կրակը, եւ սև, ինչպես վախը, որն ամեն անգամ կզգան մրցակիցները, երբ հանդիպեն մեզ։ Հենց այսպես ստեղծվեց Միլանը, ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն ակումբներից մեկը։ Սկզբում Միլանը չուներ սեփական ստադիոն։ Դրանք խաղում էին տարբեր մարզադաշտերում, երբեմն նույնիսկ տնային հանդիպումներ էին անցկացնում քաղաքից դուրս։ Հետո ռոսոներին տեղափոխվեց Արենա Չիվիկա, հռոմեական ոճի ստադիոն, որի քարե տրիբունաներից մարդկանց վանկարկումները միախառնվում էին հնագույն ամֆիթատրոնի շնչին։ Չիվիկան կառուցվել էր դեռ Նապոլեոն Բոնապարտի օրոք եւ օգտագործվում էր տարբեր սպորտային ու տոնական միջոցառումների համար։ Առաջին անգամ Իտալիայի չեմպիոն դառնալուց ու տիտղոսի փայլը տեսնելուց տարիներ անց Միլանի ղեկավարները հեղափոխական որոշում կայացրին։ Թիմում պետք է խաղային միայն իտալացիներ։ Այդ փաստը դուր չեկավ ակումբի ներկայացուցիչներից շատերին, որոնք էլ որոշեցին հեռանալ Միլանից ու ստեղծել նոր ակումբ։ Նրանց կարծիքով ֆուտբոլն ազատության խաղ էր ու պետք չէր նման սահմանափակումներ կիրառել։ Ջորջիո Մուջյանին ու ընկերները ստեղծեցին Ինտերնացիոնալ ֆուտբոլային ակումբը, որի անվանումն արդեն ցույց էր տալիս։ Ակումբի դռները բաց են եւ իտալացիների, եւ օտարերկրացիների համար։ Սևն ու կապույտը դարձան Ինտերի գույները։ Սևը խորհրդանիշներային գիշերվա, երբ ծնվեց ակումբ ստեղծելու միտքը, իսկ կապույտը երկինքն էր, ազատ ու անսահման երկինքը։ Ինտերի ծնունդից հետո համաշխարհային ֆուտբոլում սկիզբ առավ եւս մեկ թեժ մրցակցություն։ Միլանյան դերբին ստացավ Մադոնինա անվանումը։ Քաղաքի սրտում Դուոմո տաճարի գագաթին բարձրանում է Սուրբ Մարիամի ոսկեգույն արձանը։ Նրան միլանցիներն անվանում են Մադոնինա։ Սուրբ Մարիամը քաղաքի պահապանն է, որին դիմում են մոլորության ու դժվարության պահերին։ Երբ ֆուտբոլը նրանց համար դարձավ կրոնին հավասար, երկրպագուները սկսեցին դերբին անվանել Մադոնինա, ցույց տալով, որ դաշտում կռվում են թշնամիներ, որոնք սակայն պայքարում են Սուրբ Մարիամի հսկողությամբ ու օրհնությամբ։ Իսկ այդ խաղը ոչ միայն ֆուտբոլ է, այլև պայքար քաղաքի համար։ Նրա նուրբ ու հզոր կերպարը նաև հիշեցնում է. անկախ ժամանակավոր մրցակցությունից ու բաժանումից Միլանը մեկ ամբողջություն է։ Ասում են, դերբիի օրը, երբ Մադոնինայի արձանի շուրջ ամպեր չեն կուտակվում, խաղն հաղթում է Միլանը։ Իսկ եթե արձանը ծածկվում է մութ ամպերով, ապա հաջողությունն ուղեկցում է Ինտերին։ Եթե հիմա մրցակցության կատաղիությունը գրեթե դուրս չի գալիս խաղադաշտի սահմաններից, ապա նախկինում ամեն ինչ այլ էր։ Միլանը համարվում էր աշխատավորական դասի եւ ժողովրդի թիմը, իսկ Ինտերը արիստոկրատներին ու մտավորականությանն էր պատկանում։ Երկու տասնամյակից ավելի Արենա Չիվիկայում ապրելուց հետո Միլանը հեռացավ։ Ակումբի նախագահ Պիերո Պիրելիի նախաձեռնությամբ կառուցվեց նոր ստադիոն, որը ստացավ տվյալ թաղամասի անվանումը՝ Սան Սիրո։ Շատ տարիներ անց Միլանի քաղաքապետարանը ստադիոնը սեփականաշնորհեց եւ որոշեց, որ Սան Սիրոյում հանդես կգա նաեւ քաղաքի մյուս թիմը՝ Ինտերը։ Տարիներ հետո փոխվեց նաեւ ստադիոնի պաշտոնական անվանումը։ Երկու թիմերում հանդես եկած լեգենդար Ջուզեպե Մեացայի մահից հետո նրա պատվին Սան Սիրոն անվանափոխվեց։ Մինչև օրս ստադիոնի անվանումը փոքրիկ վեճեր է առաջացնում։ Երբ ասում են բարի գալուստ Սան Սիրո, ռոսոների երկրպագուները ժպտում են, իսկ Ինտերի երկրպագուներն ասում են՝ սա Ջուզեպե Մեացան է։ Ստադիոնը յուրահատուկ է, տարբերվող։ Չէ՞ որ այստեղ Միլանի ավանդույթն ու Ինտերի լեգենդն ապրում են նույն պատերի մեջ։ Սան Սիրոն կառուցվել է ընդամենը 13 ամսում։ Սկզբում այն տեղավորում էր 35,000 երկրպագու, բայց այն ժամանակի ընթացքում շատ փոքր դարձավ երկրպագուների համար ու մի քանի անգամ վերակառուցվեց։ Ստադիոնի ամենաբարձր տրիբունաներն այնպես են կառուցված, որ երկրպագուների ձայներն ուղղակի բազմապատկվում են, ու դա Միլան քաղաքի ֆուտբոլային տունը դարձնում է Եվրոպայի ամենաաղմկոտներից մեկը։ Շատ ֆուտբոլիստներ են փաստել, որ երկրպագուների բղավոցներն ու վանկարկումները հաճախ իրենց համար դառնում են ոչ միայն հոգեբանական, այլև ֆիզիկական ճնշում։ 1970-ականներին դերբի դելա Մադոնինայի ժամանակ ստադիոնը հոսանքազրկվեց։ Երկրպագուները մոմերի ու կրակայրիչների միջոցով լուսավորեցին այն։ Ճիշտ է, խաղը չշարունակվեց, բայց երկրպագուների շոուն դարձավ ամենահիշարժան պատմություններից։ Միլանոյի մարզադաշտը հեքիաթային երեկոներ շատ է տեսել, բայց պատմության մեջ որպես կախարդական վայրկյան հիշվում է Դիեգո Արմանդո Մարադոնայի մուտքը ստադիոն։ Սան Սիրոյում նրան ողջունեցին այնպես, ինչպես հռոմեացիները ողջունում էին պատերազմից վերադարձող կայսրին։ Արգենտինացին այն քիչ մրցակից ֆուտբոլիստներից է, որոնք Ջուզեպե Մեացայում արժանացել են ոչ թե դաժան փորձությունների, այլ ծափահարությունների ու սիրո։ Ստադիոնն առանձնահատուկ էր հենց առաջին օրվանից։ Բացման խաղում մրցեցին քաղաքի երկու անմահ հսկաները՝ Միլանն ու Ինտերը։ Քաղաքի միջազգային թիմը հաղթեց 6-3 հաշվով, իսկ պատահականություններին չհավատացողներն ասացին՝ այս ստադիոնը ստեղծվել է մեծ ու լեգենդար պատմությունների համար։ 1990 թվականի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ Սան Սիրոն կրկին վերակառուցվեց։ Մարզադաշտի անկյուններով բարձրանում են 11 հսկա աշտարակներ,
որոնք ստադիոնի պահապաններն են։ Միլանցիները վստահ են, յուրաքանչյուր աշտարակ ունի իր հոգին։ Դրանք զգում են դերբի դելա Մադոնինայի լարվածությունը, երկրպագուների ջերմությունն ու այդ ամենը փոխանցում են խաղադաշտում վազող ֆուտբոլիստներին։ San Sieron նաև այդ աշտարակների շնորհիվ է Եվրոպայի ամենաաղմկոտ ստադիոններից։ 9 ամֆիթատրոնների սյուներ հիշեցնող աշտարակները կառուցվածքային ամրություն ապահովելուց բացի անչափ գեղեցիկ են։ Դրանք San Sieron վերածել են ֆուտբոլային արվեստի։ Այսօր Ջուզեպպե Մեացցան կանգնած է մեծ փորձության առաջ։ Ստադիոնը կարող է քանդվել, եթե միլանյան ակումբների համար կառուցվի նոր ու ժամանակակից մարզադաշտ։ San Sieron այն բեմն է, որտեղ ծնվել են լեգենդներ, որտեղ հազարավոր մարդիկ իրենց սրտերը միավորել են սիրելի թիմի համար։ Եթե նույնիսկ մի օր այն քանդվի, միևնույն է, չի անհետանա։ San Sieron կշարունակի ապրել բոլորի հիշողության մեջ, որպես երազանքների ու հաղթանակների հավերժական կոլիզեում։